Բարի լույս գործարարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, կարող եք թվային հարթակներում եւս դիտել մեր հաղորդաշարերը, սա Թարմուղեղով զրույցն է, իսկ Թարմուղեղով իմ զրուցակիցը Անահիտ Ադամյանն է, Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ, բարև ձեզ Տիկին Ադամյան։ Բարև։ Շնորհակալ եմ, որ այսօր մեր տաղավարում եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ընտրությունների նախաշեմին բոլորը ներկայացնում են իրենց ուժի առանձնահատկությունը, յուրահատկությունը, թե ինչ առաջարկներ ունեն։ Կուզեմ սկսենք այդտեղից, մեզ մի փոքր ներկայացնեք, թե ինչ տեսլականով եք դուք գնում դեպի ընտրություններ եւ ինչ առաջարկ կա, որը տարբերվում է մյուս ուժերի առաջարկներից։ Այս դժվարանում եմ ասել, թե ինչ առաջարկ կա, որ տարբերվում է մյուս ուժերի առաջարկներից, որովհետեւ բացահայտորեն գնաց ընտրությունների նախապատրաստման եւ ընտրարշավի ֆալստարտ եւ ասպարեզ կան տարատեսակ առաջարկներ, որոնք զուտ պոպուլիստական են եւ իրականացման որևէ հիմք ըստ էության չունեն, թե քաղաքական պատճառներով, թե ֆինանսական պատճառներով, թե պարզապես են պատճառով, որ անիրական են։ Ի տարբերություն բոլոր այդ առաջարկների, որոնք առ այսօր շրջանառվում են, Հանրապետություն կուսակցությունը ունի իր A5 ծրագիրը եւ այդ A5 ծրագրում ներառված են բոլոր հնարավոր զարգացումները, որոնց մենք պետք է թե դիմակայենք, թե կարողանանք իրականացնել։ Առաջին կետում բնականաբար անվտանգությունն է։ Անվտանգությունը, աշխատատեղերը, ես իհարկե հիմա բոլոր փակագծերը չեմ բացի, բայց վստահաբար մեր կյանքի բոլոր բնագավառները, կենսական բոլոր խնդիրները, որտեղ միջին վիճակը գրական հայը ունի իրապես կենսական շահեր ու անհրաժեշտություններ, որոնք այլևս չեն կարող հետաձգվել, ներառյալ երկրի տնտեսական անվտանգության խնդիրները, երկրի ինքնիշխանությունը առաջին հերթին, ինքնիշխանության պահպանումը, բանակի զարգացումը, այդ բոլորը ներառված են A5 ծրագրում։ Եվ այդ A5 ծրագրի առավելությունը, ես կարծում եմ նաև ի հայտ կգա ընտրարշավի արդեն վերջին փուլում այն է, որ մենք ունենք հստակ մեխանիզմներ, հստակ ժամանակացույց, որից հետո, որը ինչպես իրականացնել։ Այսինքն մենք չենք ասելու պոպուլիստական ապրիորի կարգախոսներ, այո, ապրիորի այսպես կարգախոսներ չենք ասելու, որ ավելի լավ է լինել երիտասարդ եւ առողջ, քան թե հիվանդ եւ տարեց։ Այդ կարգի կարգախոսները մեզ մոտ բացառվել են կուսակցության պատմության ողջ ընթացքում եւ բնականաբար դաշտում թերևս գործող կուսակցություններից ամենափորձառուն լինելով Հանրապետություն կուսակցությունը նաեւ իր պատմությունից եկած սկզբունքներն ու ավանդույթներն է պահպանում։ Ինչ եք համարում, որ ամենափորձառուն եք։ Եկեք տարիքով տեսնենք։ Կարող եք համեմատել միայն դաշնակցության հետ, դաշնակցության համեմատ գուցե երիտասարդ ենք, բայց այս պարագայում դաշնակցությունը մշտապես հանդես է գալիս դաշինքներով, որպես ինքնուրույն ուժ հանդես չի գալիս, եւ թող թույլ տրվի ասել, որ դաշնակցության պատմության հետ եթե համեմատենք Հանրապետության պատմությունը, մեր պատմությունը ավելի անարյուն է, մեր պատմությունը շատ ավելի մաքուր է։ Ինչ կարմիր գծեր կան, որոնք պիտի անպայման պահվեն։ Մեզ համար միանշանակ կարմիր գիծը Հայաստանի ինքնիշխանության դեմ որևէ ոտնձգություն։ Մեզ համար կարմրագույն գիծը ժամանակի վատնումը ուղղակի, ժամանակի կորուստը, որովհետև բազում խնդիրներ կային, որոնք այս ընթացքում պետք է լուծված լինեին, եւ եթե այդ խնդիրները իշխանությունը, գործող իշխանությունը ժամանակին լուծած լիներ, մենք այսօր կարող էինք բոլորովին այլ խնդիրներ լուծելու առաջ կանգնեցնել։ Մասնավորապես հապկից դուրս գալու անհրաժեշտությունը, որի մասին իշխանավորներն էլ տարբեր սկսած վարչապետից, տարբեր մակարդակի իշխանավորներ բազմիցս ասել են, բայց մենք այնուամենայնիվ մնում ենք հապկի անդամ։ Իսկ հապկի անդամ մնալը այսօր խանգարում է Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական համագործակցության, իսկապես ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագիր կնքել ոչ միայն մեզ համար բարեկամ Ֆրանսիայի հետ, այլև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, այլև ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հետ։ Այդ պարագայում մենք կարող էինք ոչ թե ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից ստանալ հետախուզական դրոններ, այլ ստանալ բավականին
ինչ ասեմ, ժամանակակից զենքեր։ Հարվածային։ Այո, հարվածային զենքեր։ Հիմա միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է ՀԱՊԿ-ի անդամ, մեզ ինչ է տալիս։ Արդյոք ՀԱՊԿ-ի անդամ լինելը Հայաստանի Հանրապետության համար որևէ պաշտպանական նշանակություն ունի։ Ակնհայտորեն ոչ, որովհետև ՀԱՊԿ-ային կառույցն է, որը առ այսօր Հայաստանի Հանրապետության սահմանները չի ճանաչում։ Պարզապես վիճելի տարածքները համարում Հայաստանի սահմանները, ուրեմն այդ կառույցը մնալով մենք ինչ հարց ենք լուծում, մենք փորձում ենք Ռուսաստանից հնարավոր սպառնալիքները նվազեցնել, միևնույնն է չեն նվազելու։ Նման մի մարտահրավեր է նաև սրվեն, եթե այլևս ուր։ Դե սահմանի փակում օրինակ։ Սահմանի փակում դուք կարծում եք մենք չենք ունենում կամ հիմա չունենք։ Դե Հայաստանի Հանրապետության քանի իհարկե ընդհանրատեքստեր կլինեն, իսկ մենք ինչ իրավիճակ ունենք։ Մենք կունենանք այն իրավիճակը, որ ոչ թե հարցը պետք է այդ հարթության մեջ լուծել, այլ հարցը պետք է լուծել ռուսական հարաբերությունների հարթության մեջ, որովհետև ակնհայտ է, որ Լարսը Ռուսաստանի Դաշնությունը մշտապես օգտագործել է իբրև քաղաքական ազդեցության գործիք Հայաստանի Հանրապետության վրա։ Այստեղ կա երկու ճանապարհ, եթե դու Ռուսաստանի հետ քո բանակցություններում չես ասնում քո ցանկալի նպատակին, դու փորձում ես գտնել այլընտրանք Լարսին այլընտրանք այս պարագայում կարող է լինել Ադրբեջանով բեռների փոխադրման արտոնությունը, որը արդեն մենք ունենք այնտեղից եւ բենզին եւ հացահատիկ ենք տեղափոխել, եւ վերջապես կարող ենք ունենալ հայ-թուրքական սահմանի բացումը։ Բայց դա էլ է քաղաքական ենթատեքստ պարունակում, այսինքն այն ինչ որ կա, այն trip-ը, որը նաեւ իրագործվելու է ըստ իշխանության մոտակա ժամանակներում, ինքը քաղաքական դրսևորումներ ակնհայտ է, չէ՞, որ ունի։ Մենք որքանով ենք երաշխավորում, որ ինչ որ մի պահի այդ իմաստով էլ ճնշումներ չեն լինի Հայաստանի վրա։ Հայաստանի Հանրապետության վրա Ռուսաստանի Դաշնությունից ճնշումներ եղել են մշտապես, այլ հարցը թե Ռուսաստանի Դաշնությունը ինչ գործիքներ ունի եւ որքանով է արդյունավետ այդ ճնշման իրականացումը։ Կարծում եմ բոլորի համար է պարզ եւ այլևս հարց չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը այլևս չի կարողանում Ադրբեջանին օգտագործել իբրև ագրեսոր Հայաստանի Հանրապետության տարածքի վրա հարձակվելու, այսինքն ամենակարևոր գործիքը չազոքացվել է։ Մնում են տնտեսական լծակները, հիմա տեսեք, Ռուսաստանի Դաշնությունը ընդհանրապես այնպիսի քաղաքականություն, իր շահերից բխող այնպիսի քաղաքականություն է վարում, որ իրեն պետք է տարածաշրջանում ոչ պատերազմ, ոչ խաղաղություն։ Այսինքն տարածաշրջանում խաղաղության հաստատումը, երկու հակամարտող երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքումը, հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգումը, սահմանի բացումը առավելևս, կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Ռուսաստանի համար պատմական նոնսենս է, այդպես չի կարող լինել, որովհետև այդ պարագայում վերանում է իր համատիեզերական փրկիչ եւ համատիեզերական արբիտր լինելու անհրաժեշտությունը։ Եթե դու Թուրքիայի հետ չունես հակասություններ, այլևս ինչի է պետք 102-րդ ռազմաբազան այստեղ։ Եկեք հիշենք, որ համենայն դեպս 102-րդ ռազմաբազայի տեղակայման հիմնավորումներից մեկն էլ այն էր, որ մեզ պետք է փրկել թուրքերից։ Դեպետ ես որքան հիշում եմ, Թուրքիան ընդհանրապես այս ամբողջ անկախությունից հետո Հայաստանի վրա հարձակվելու այդպես բուրըն ցանկություններ չի դրսևորել։ Մոտիվներ, գիտեք, մոտիվները ձևավորվում են ըստ շահերի։ Մոտիվները շահեր են ձևավորում, շահերը փոփոխական են։ Հիմա եթե մեզ պետք է Թուրքիայի հետ բարեկամական, հնարավորինս բարեկամական հարաբերություններ հաստատել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել, գիտեք, թուրքերը կոտորել են նաև հույներին, թուրքերը կոտորել են նաև բուլղարացիներին, թուրքերը կոտորել են նաև հրեաներին, թուրքերը միայն հայերին չեն կոտորել։ Իմ ասացի մեջ բնավ ցեղասպանության ժխտում չորոնեք։ Ցեղասպանությունը այնպեսի փաստ է, որ որևէ մեկը այս աշխարհում չի կարող ժխտել։ Եվ չի կարող ուրանալ, ոչ միայն ժխտել, այլև ուրանալ։ Բայց դա բացարձակապես չի նշանակում, որ աշխարհում Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության հիմքում աշխարհում բոլոր երկրների հետ մենք պետք է դնենք ցեղասպանության փաստը։ Ոչ։ Մենք պետք է դնենք մեր ինքնիշխանության ամրապնման, մեր տնտեսական զարգացման, վերջին հաշվով մեր պետության դիմակայունության բարձրացման հարցը։ Եթե այդ հարցի լուծման համար անհրաժեշտ է Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատում ու սահմանի բացում, մենք պետք է գնանք այդ խնդրի լուծմանը։ Եվ թույլ չպետք է տանք, որ հայկական հարցերը, Հայաստանի օրակարգին վերաբերող հարցերը Թուրքիայի հետ քննարկեն այլ պետություններ, եւ առաջին հերթին իհարկե Ռուսաստանը, Ադրբեջանը,
որտեղ դրանք մեր հարցերն են, մեր պետության հարցերն են, մեր լուծելիք հարցերն են։ Իմ ասածը դա է։ Ներկա աշխարհակարգը, որը փոխվում է այսօր ժամ առ ժամ, ենթադրում է, որ փոքրերը խոսելու իրավունք ունեն, թե դեռևս խոսքի իրավունքը մեծերինն է։ Երբևէ փոքրերի խոսքի իրավունքը որևէ մեկը չի կարող ժխտել։ Որևէ մեկը չի կարող ժխտել փոքրերի խոսքի իրավունքը։ Բոլորովին այլ հարց է, թե այդ փոքրերը ինչ հնարավորություններ ունեն, ինչ փաստարկներ, ինչ հակափաստարկներ ունեն։ Որևէ մեկը էլ եմ ասում չի կարող Հայաստանի Հանրապետության իբրև համենայն դեպս գերպետությունների հետ համեմատած փոքր հնարավորություններ, տարածքով փոքր երկիր, փոքր բնակչություն ունեցող մեր ձայնը հավասար պետք է լինի։ Հավասար պետք է լինի այն առումով, երբ դա վերաբերում է մեր ինքնիշխանությանը, մեր պաշտպանունակությանը։ Գիտեք, ժողովրդավարական աշխարհում այդպես է։ Եկեք նայենք Եվրամիությունը։ Նայենք Եվրամիությունում քանի երկիր կա, ինչ տնտեսապես զարգացած, քաղաքականապես զարգացած երկրներ են, եւ գալիս է ինչ-որ մի փոքրիկ Սլովակիա կամ մի փոքրիկ Հունգարիա ու վետո է դնում Ֆրանսիայի, Գերմանիայի, նախկինում նաև Մեծ Բրիտանիայի, հիմա Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո դուրս է եկել Իսպանիայի ընդունած որոշումներին։ Այնպես որ փոքր կամ մեծ երկիր ժողովրդավարական համակարգում գոյություն չունի։ Գնում ենք բայց մենք դեպի ժողովրդավարություն։ Իսկ ուր ենք գնում ձեր գնահատականով։ Մենք այլ ճանապարհ չունենք։ Մեզ նկատի չունեն Հայաստանի Հանրապետությանը, աշխարհը ուր է գնում։ Այս կարծում եմ, որ այն գործընթացները, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական մանդատի ընթացքում շատ բուրըն կերպով սկսվեցին, վաղուց կուտակված խնդիրների արագընթաց լուծում էր ընդամենը, որովհետև չէր լինի Թրամփը, ասենք, չգար Թրամփը, գար մեկ ուրիշը, միևնույն ինչ որտեղից այս խնդիրները սկսելու էին լուծվել։ Տասնամյակներով չլուծված հակամարտություններ, տասնամյակներով տնտեսական զարգացման խեղաթյուրված պատկերներ, ուժի կենտրոնի, այսպես արհեստական տեղափոխումներ, այս ամեն ինչը չէր կարող հանգուցալուծում չպահանջել եւ Դոնալդ Թրամփը դարձավ այն նախագահը, որը վերջին հաշվով իսկապես ինչպես ինքն է համարյա թե ամեն օր հայտարարում, վերցվեց իր ձեռքը աշխարհի խնդիրների լուծումը։ Լավ է դա, թե վատ է։ Ես չեմ կարող այդ գնահատականը տալ, որովհետև ցանկացած գնահատական դու պետք է տաս արդյունքներից ելնելով։ Արդյունքներից։ Նախագահ Թրամփը անդադար խոսում է խաղաղության մասին եւ որ ինքը խաղաղության այդ աղավնին է, ճակերտավորացված, բայց մենք տեսնում ենք, թե իր հարվածների, իր որոշումների արդյունքում այս պահին ինչա տեղի ունենում աշխարհում կարող ենք ասել, որովհետև այս շղթան արդեն ավելի երկարում է, պատերազմական ու եթե ժամանակին խոսվում էր, որ երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել կամ սկսվում է, հիմա հստակորեն մարդիկ ասում են, որ արդեն սկսվել է, որովհետև նախագահ Թրամփի գալուց շատ ավելի շուտ, դեռ նախագահ Թրամփը երբ մտադիր չէր նախագահական հայտ ներկայացնել, ասում էր, որ երրորդ համաշխարհային պատերազմը աշխարհում սկսվել է եւ ընթանում է։ Պարզապես մի վերապահումով, եթե առաջ ասենք միմյանց վերակրակում էին թեր զենքերով, հիմա պատերազմը փոխել է բնույթը։ Դա է կատվական պատերազմը, հիբրիդային պատերազմ է, բայց արդյունքը նույնն է։ Այն ժամանակ նյութական կորուստներով, հիմա ոչ նյութական կորուստներով հիբրիդային պատերազմի միջոցով հասնել նույն արդյունքին։ Բայց հիմա էլ են նյութական կորուստներ։ Հիմա նյութական կորուստներ, այո, տարբեր հատվածներում երբեմն լինում են պատերազմի օրենքը, դա է։ Դուք կոնկրետ ինչ նկատի ունեք, ասեք, ես փորձեմ Իրանում տեղի ունեցողը, Իրան Միացյալ Նահանգներ բախվում է եւ այդ ֆոնի վրա այս տարածումը տարածաշրջանում զարգացումները, այ որքանով է այդ ամենը մեզ սպառնում։ Այս կարծում եմ այստեղ ուղղակի սպառնալիքներ ամենայն դեպս այս բանը Հայաստանի Հանրապետության համար դեռ չկան, բայց եկեք հասկանանք Ամերիկայի Միացյալ Նահանգների Իրան հարաբերությունների նախապատմությունը, ու չփորձենք ամեն ինչ բարդել, ասենք Իրանի վերջին ղեկավարների վրա, որոնք ցավոք արդեն հանգուցյալ են եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարների վրա։ Տասնամյակներով 1979 թվականին, երբ Իրանում իշխանափոխություն տեղի ունեցավ եւ շահին հեռացրեցին ու եկան հոգևոր առաջնորդները, հաստատվեց կրոնապետություն, անմիջապես թիվ 1 թշնամի համարվեց մեծ սատանան Ամերիկայի Միացյալ Նահանգներն էր։ Հետո հայտնվեցին ինչ-որ փոքր սատանաներ, Իսրայելը, իդեպ Իրանում նաև Ռուսաստանին են համարում փոքր սատանա, թեպետ դա չի բարձրաձայնվում։
Այսինքն այնտեղ փոխվեց կառավարման համակարգ եւ կառավարման համակարգը ձևավորվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ թշնամության ու ատելության այդ ատաղձի վրա։ Ու ինչ կատարվեց Իրանում 1979-ից հետո։ Իրանը աշխարհի իմջայլոց կարծեմ 17-րդ պետությունն է իր տարածքով։ Այսինքն վիթխարի աշխարհագրական ընդգրկում ունի։ Վիթխարի բնական ավելի առաջ է։ Վիթխարի բնական հարստություններ ունի։ Լոգիստիկ մեծագույն հնարավորություններ ունի, տեսեք աշխարհագրական տարածքը։ Եվ եթե դուք դատում եք, ասենք, այդ տվյալներով, զուտ այդ տվյալներով, Իրանը կարող էր գերզարգացած պետություն լինել։ Շահագործելով թե իր լոգիստիկ կապերը, օգտագործելով իր լոգիստիկ կապերը, շահագործելով, արդյունահանելով իր բնական, բայց մենք ինչ ստացանք կրոնապետության պայմաններում։ Կրոնապետության պայմաններում մենք ստացանք, ասենք, այն իրավիճակը, երբ 1 ռեալի համար համարյա թե $1 միլիարդ են տալու, չգիտեմ, ինչ է դարձել 1 ռեալը։ Այսինքն Իրանի գործող իշխանությունը չկարողացավ իր բնակչության համար ապահովել գոնե նվազագույն կենսամակարդակ։ Իրանի գործող իշխանությունը չկարողացավ երկիրը զարգացնել, երկրի անվտանգությունը չկարողացավ ապահովել նորմալ հարաբերություններ Արևանի հետ։ Հիշենք Իրան-Իրաք պատերազմը։ Շեշտը դրվեց միջուկային զենքի ստեղծման, թե իրենք ժխտում են, բայց եթե ժխտում են, ինչու են անverջ ուրան հարստացնում։ Այսինքն Օբամայի ժամանակ բանակցություններ գնացին, միջուկային համաձայնագիր կնքվեց, կարծես թե պատժամիջոցները սկսեցին անվել, երկիրը սկսեց շնչել, հետո էլի այդ ամեն ինչը գնաց գլորվեց հետ։ Այս ամբողջ ընթացքում Իրանի իշխանությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ էլ, Եվրամիության հետ էլ, արաբական աշխարհի հետ էլ չկարողացան այնպիսի հարաբերություններ հաստատել, որ ունենան դաշնակիցներ։ Իրանը գնաց մենակ եւ մնալով մենակ այս վերջին բանակցությունների ընթացքում ամենայնպես ինքը իր ոտքին կրակեց, որովհետև ակնհայտ էր, որևէ մեկը չէր թաքցնում, հատկապես 12-օրյա անցած տարվա 12-օրյա պատերազմից հետո, որ հարվածները կարող են շարունակվել։ Եվ բնական է, որ հարվածները կշարունակվեին։ Բանակցությունների ընթացքում Իրանի ղեկավարությունը պետք է շատ ավելի ճկուն լիներ, հասկանալով թե ինչ է իրեն սպառնում, բայց գնացին նույն հակադրության, նույն հակասությունների, մեծ ճնշումներով չեք վախեցնի, էլի մեծ սատանային ճնշելու, մեծ սատանային սպառնելու, դե ինչքան կարելի է սեփակ իմջայլոց այդ ամեն ինչը հաջորդում էր նաև անցած տարվա դեկտեմբերի 28-ին սկսած շարժման հետևանքով։ Ես իհարկե բնականաբար չեմ կարող ստույգ տվյալներ ներկայացնել, բայց տարբեր աղբյուրների տվյալներից դատելով 30-40 հազար մարդ է Իրանում սպանվել եւ սպանվել է ռահբարի հրամանով, այաթոլլայի հրամանով 30-40 հազար մարդ։ Հիմա դուք ասում եք Ամերիկայի Միացյալ Նահանգները կրակում է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կրակում է Իրանյան իշխանության վրա, որը կրակում էր սեփական ժողովրդի վրա։ Եկեք այդ փաստը արձանագրենք։ Այս իրավիճակում հատկապես հետաքրքիր հարց է այն, թե մենք որպես հարևան պետություն, եթե խնդիր առաջանա, որ Իրանից ժողովուրդը փորձի այսպես փախուստի դիմել, ակնհայտ է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն էլ գալու են։ Մենք արդյոք պատրաստված ենք դրան, անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, քննարկվել են գուցե այդ հարցերը, բայց հողի վրա մենք, ինչպես եք դուք տեսնում, մենք արդյոք պատրաստ ենք, մենք նոր ենք մեր երկրի, մեր հայրենակիցների դիմավորել Արցախից, որպես փախստական։ Ես կարծում եմ մենք նման փորձ ունենք դեռ Սիրիայից Հայաստան փախչելու, այսպես ասած, ընթացքում, եւ այն ինչ վերաբերում է իրանահայերին, մենք դա պարտավոր ենք անել, պարզապես։ Բայց այստեղ կան մի շարք վտանգներ, ու ես կարծում եմ, որ անվտանգության խորհրդի նիստում, որ դուք արդեն իսկ հիշատակեցիք, հենց այդ հարցերի համակարգն է քննարկվել, որովհետև այս պայմաններում Իրանից Հայաստան կարող են փախչել ոչ միայն, ասենք, այն մարդիկ, որոնք խաղաղ անվտանգ մարդիկ, որոնք պարզապես իրենց կյանքը փրկելու խնդիր ունեն, այլև զինյալներ, այլև տարատեսակ ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ, որովհետև մարդու ճակատին գրված չէ, թե ինքը ընդհանրապես ով է։
այստեղ պետք է գործի ԱԱԾ-ն եւ այստեղ պետք է գործեն Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությունները։ Ես կարծում եմ այդ ծրագրերը մշակված են եւ այդ ծրագրերը իրադարձությունների զարգացման դեպքում կարող են եւ կիրառվել։ Այստեղ շատ ավելի տագնապահարույց էին այսօրվա տվյալները, որովհետեւ 3 դեռ ինֆորմացիա գնաց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Օմանի միջնորդությամբ որ հիշում եմ, Իրանի Իսլամական Հանրապետությունը բանակցությունների պատրաստակամություն է հայտնել այս հարվածներից հետո, բայց այսօր Իրանի արտաքին գործերի նախարարը ժխտեց, որ մենք ընդհանրապես Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցելու ոչինչ չունենք։ Նորմալ երկրները, որոնք նման խնդիրներ են ունենում, նման կտրուկ մերժումների չեն գնում։ Ամենայն դեպս գոնե ինչ-որ կիսաբաց դուր թողնում են, ելնելով իրենց իսկ շահերից։ Եվ բնական է, որ դրանից հետո, ասենք, Դոնալդ Թրամփը պետք է հայտարարի, որ պատերազմը կարող է շարունակվել եւս 4 շաբաթ։ Իսկ եթե եւս 4 շաբաթ շարունակվի, այդ ձեր ասած խնդիրները ձեր թվարկած խնդիրները միանշանակ ծագելու են եւ ծագելու են ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար, այլ նաեւ Իրանի մյուս հարևանների դեպքում։ Ես կարծում եմ, որ այո, մենք դրան պետք է պատրաստ լինենք եւ մենք պետք է պատրաստ լինենք նաեւ մեր ինքնիշխանությունը չվտանգելով բարեկամ ժողովրդին, Իրանի բարեկամ ժողովրդին աջակցելու, որովհետեւ դա իսկապես մեզ համար շատ կարեւոր երկիր է, մեզ համար Իրանը իսկապես եղել է, ինչ ասեմ, դժվար ժամանակներում որոշակի օգնություն ցույց տվող, բայց 20-20-ի պատերազմում, 20-20-ի պատերազմից հետո իրադարձությունները ցույց տվեցին, որ Իրանի դիվանագիտությունը, Իրանի ղեկավարությունը նույնիսկ սեփական շահի գիտակցություն չունեցավ մեր նկատմամբ իր վերաբերմունքով։ Մենք հիշում ենք, չէ, որ 20 թվականից հետո առաջինը իրանցիները շնորհավորեցին։ Ես հենց դա էլ ասում եմ, որովհետև սեփական շահի գիտակցություն եթե ունենային, թե 20-20-ի ժամանակ, թե 20-20-ից հետո իրենց քաղաքականությունը բոլորովին այլ կլիներ։ Այդ ֆոնին Տիկին Ադամյան, արդյոք այն չեզոքությունը, որ ակնհայտ երևում է այս պահին Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ճիշտ է, ճիշտ քաղաքականություն է, թե ոչ։ Ինչ պիտի անենք, եթե չեզոք չլինենք, ես կարծում եմ, որ այս պահի չեզոքությունը ճիշտ քաղաքականություն է, որովհետև այո, Իրանը մնում է մեր անմիջական հարևանը եւ Իրանի ժողովուրդը, էլ եմ ասում, ժողովուրդը մեզ համար բարեկամ ժողովուրդ է։ Մենք այս պարագայում չենք կարող, գիտեք, լավագույն դեպքում կարող էինք, ասենք, կողմերին զսպվածության կոչ անել, բայց դա կլիներ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից պարբերաբար հնչող հերթապահ ոչինչ չասող անհեթեթ հայտարարությունների պես ինչ-որ բան։ Որտեւ եթե այսպես նայեք, Ռուսաստանը բոլորին պարբերաբար ինչ-որ զսպվածության կոչեր է անում, Ռուսաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգների ինչ-որ մեղադրանքներ է ներկայացնում այս Իրանի հետ հարձակման պարագայում այն դեպքում, երբ արդեն 4 տարի հայրենական պատերազմից երկար հարձակվել է Ուկրաինայի վրա, ագրեսորից ագրեսորը ինքը առավել կան, ինքը հրահրել է պատերազմ, որը չի կարողանում ավարտել։ Կարծում եք, այս ֆոնին վախեր կունենա Ռուսաստանի Դաշնությունը, հասկանալով, որ Միացյալ Նահանգները կտրուկ է ավելի լուծումների հարցում, այսինքն սպասելը այդքան էլ կարծես թե Միացյալ Նահանգների համար չէ։ Գիտեք, ես կարծում եմ, որ օղակը Ռուսաստանի Դաշնության շուրջ սեղմվում է, որովհետև առաջին հայացքից եթե նենք Դոնալդ Թրամփի հայտարարությունները, Պուտինի իմ ընկերն է, իմ բարեկամն է, լավ տղա է, չգիտեմ, Վլադիմիր այսքը ենքով, բայց եկեք նայենք իրական գետնի վրա, հա։ Ռուսաստանի Դաշնությունը ընդհանրապես Վենեսուելայի Մադուրոյան կողմով ինչ կորցրեց, հաջորդ քայլը կարող է լինել Կուբան, Պարզը չէ, որ իսկապես այս եռանկյունի կարող է լինել եւ հաջորդ քայլը Վենեսուելայրան գնալու է Կուբան։ Այսինքն բոլոր այն երկրները, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը ապահովում էր այն իր համար նավթի վաճառքի, ստվերային նավատորմերի, տանկերների եւ այլնի, ապահովում էր իր համար գումարները, որով իր փլուզված տնտեսությունը կարողանում էր ինչ-որ չափով պահել ալիքի վրա ու շարունակել պատերազմը, այ բոլոր այդ կապերը Ամերիկայի Միացյալ Նահանգները այսպես աստիճանաբար կտրում է։ Վենեսուելան կտրեց, Իրանում, իդեպ Իրանին հարվածը թերևս Ռուսաստանի համար շատ ավելի
թե իմիջային առումով, թե քաղաքական կամ տնտեսական շատ ավելի ցավոտ էր, քան Սիրիայում Ռուսաստանի կորուստները։ Ճիշտ է, Ռուսաստանը այնտեղ կորցնում է, արդեն իսկ կորցնում է իր ռազմական բազաները։ Ռուսաստանը այնտեղ սոսկալի իմիջային արված ստացավ այն առումով, որպես խաղաղարար, որպես չգիտեմ ինչ մտել էր եւ երկար ժամանակ հանդես էր գալիս իբրև Ասադի պաշտպան, իսկ հետո Ասադի իշխանությունը չկարողացավ պահել եւ ընդամենը Ասադին վերցրեց ու տարավ։ Հիմա այստեղ նույնիսկ Խոմեյնիին չկարողացան փրկել։ Իդեպ ինձ համար դա մնում է ֆենոմեն շատ զարմանալի է, ես բնականաբար ռազմական այդպես հմտությունների մեջ խորացած չեմ, բայց ինձ համար շատ զարմանալի է, որ ասենք այսպիսի լարված իրավիճակում Ալի Խոմեյնիին սեփական տանը նստած 40 հոգանոց խորհրդակցություն է անում առանց գոնե ինչ-որ գետնահարկում թե որտեղ գտնվելու։ Դա նշանակում է, որ իրենք ընդհանրապես բացարձակապես, ինչ ասեմ, իրենց զգում էին ապահով բացարձակապես վտանգի զգացողություն չունեին։ Շատ զարմանալի է դա։ Թերահավատության հարց է։ Կամ էլ թերահավատության, կամ էլ սեփական ուժերին գերվստահության հարց է։ Եվ իսկապես շատ զարմանալի է, որ ասենք այդ լարված պայմաններում Խոմեյնիին չէր մտածում ինքը իր անձի երկրի ղեկավարն է։ Ինքը իր անձի պաշտպանության մասին։ Շնորհակալ եմ Տիկին Ադամյան։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը Հանրապետություն կուսակցության խորհրդի անդամ Անահիտ Ադամյանն էր, իսկ ձեզ համար տաղավարում Մոնիկա Մամյանը աշխատեց, կհանդիպենք, լավ եղեք։